Շնորհակալություն, հացես ուղղում եմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Պարոն Պապիկյան, հետ եկեք։ Պարոն Պապիկյան, վերջերս ձեր ասուլիսի ժամանակ դուք խոսեցիք Պաշտպանության նախարարությունում աշխատող եւ այլ երկրի քաղաքացիություն ունեցող աշխատակիցների մասին, ուզում եմ մեջ բերել ձեր խոսքերը։ Դուք ասացիք, վերջին 1 տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով եւ հետեւողական աշխատանքի արդյունքում հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող այն ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Այս խոսքերը բավականին մեծ արձագանք գտան հասարակության մեջ, նաեւ մամուլում շատ տարածվեցին, տարբեր շատ քննարկվեց։ Ես ուզում եմ իմանալ դուք ինչ արդյունքներ գրանցեցիք նաև հետո եւ ինչ տեղի ունեցավ ՊՆ-ում եւ ինչ աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Իրականում նոր բան տեղի չի ունեցել, այն ինչ հայտարարել եմ ասուլիսի ժամանակ, դա այն ամբողջն է, որ ներկայացվել է, այսինքն 1 տարվա ընթացքում տվյալ անձանց կամ պայմանագրերը չեն երկարացվել իմ որոշմամբ, որը իմ իրավունքն է, եւ եղել են մարդիկ, ովքեր ուղղակի ճիշտ են համարել, որ իրենց հետագա աշխատանքը եւ պաշտոնավարումը չի համապատասխանում իրենց ուսադիրներին եւ իրենց իրավիճակին, կարգավիճակին, բայց եղել են նաեւ մարդիկ, ովքեր հասկացել են, որ նախկինում սխալ են վարվել եւ իրենց զավակները այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ զորակոչվել են արդեն կամ առաջիկայում կզորակոչվեն։ Իսկ վերաբերմունքս ցանկացած տիպի դասալքության նկատմամբ շարունակում է լինել բացասական, կապ չունի դասալքությունը քաղաքացիություն չունենալու ձևով է, ծառայությունից այլ կերպ խուսափելու, թե Հայաստանից ճողոպրելու ձևով։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, օգտվելով առիթից մեկ այլ հարց տամ, վերջերս, քանի որ շատ խոսեցինք որոշ մարդկանց չծառայելու եւ բժշկական հետագա փորձաքննություններին չներկայանալու վերաբերյալ, այսինքն հայտնի մարդկանց մասին է խոսքս, մենք արդյոք չենք պատրաստվում որևէ օրենսդրական կարգավորում ունենալ դրա հետ կապված, որպիսի ժամանակին ինչ-ինչ զատուղի ճանապարհներով բժշկական փորձաքննության արդյունքներով ոչ պիտանի ծառայության համար ճանաչված մարդիկ, քաղաքացիները, որոնք այսօր բանակից խոսում են եւ քննարկումներ են ծավալում, մենք ունենանք կարգավորում, որպիսի չկարողանան հրաժարվել բժշկական փորձաքննությունից եւ հասկանանք արդյոք մարդիկ իրոք ինչ-ինչ առողջական պատճառներով ազատվել են զինվորական ծառայությունից, թե այլ զատուղի ճանապարհներով, որոնք կարող են ունենալ հետևանքներ։ Ես այս հարցին նախկինում արձագանքելու հնարավորություն ունեցել եմ, դրական եմ վերաբերում նման օրենսդրական փոփոխությանը, նաև պաշտոնապես եմ դրան արձագանքել պատգամավորական նախաձեռնության շրջանակներում, հիմա էլ անվտանգության հանձնաժողովի պատգամավորների հետ պատրաստ եմ եւս մի անգամ այդ հարցը քննարկել ու կյանքի կոչել։ Ինչ վերաբերում է խուսափողներին ու նրանց հետ կապված հարցերին, կարծում եմ դա արդեն մեր տիրույթից դուրս է, այլ մարմինների տիրույթում է եւ կարծում եմ պարզապես մարդիկ, ովքեր զինվորական ծառայությունից խուսափել են ու ապացուցում են դա նաեւ իրենց վարքագծով, որ դա իրականում հենց խուսափել է, անվտանգությունից խոսել, մեծ դասեր տալ անվտանգության մասին, կարծում եմ իրավունք չունեն ու պետք է զբաղվեն ուրիշ բանով։